Անկորիջում հանդիպումից առաջ Ռուսաստանին առաջարկվել են փոխզիջումներ Ուկրաինայի հարցում, որոնք Ռուսաստանը պատրաստ էր ընդունել, հայտարարել է Ռուսաստանի նախագահը։ Մոսկվայում նախնական հանդիպումների ժամանակ մեզ ներկայացվեցին առաջարկներ եւ մեզ խնդրեցին որոշակի փոխզիջումների գնալ։ Անկորիջ ժամանելուց հետո ես ասացի, որ դրանք մեզ համար հեշտ որոշումներ չեն լինի, բայց մենք համաձայն ենք մեզ առաջարկված փոխզիջումներին, ասել է Պուտինը ուղիղ եթերի ժամանակ։ ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվները յուրացնելու փորձերը գողություն չեն, այլ բացահայտ կողոպուտ, հայտարարել է Ռուսաստանի նախագահը։ Գողությունը տեղին սահմանում չէ, գողությունը սեփականության գաղտնի գողություն է, բայց այստեղ նրանք փորձում են դա անել բացահայտ, դա կողոպուտ է, ասել է նա ու հավելել. Սա ոչ միայն հարված է նրանց հեղինակությանը, այլև ըստ էության խաթարում է, այս դեպքում Եվրագոտու նկատմամբ։ ԱՄՆ-ն կասեցնում է Green Card վիճակախաղի ծրագիրը Բրաունի համալսարանում տեղի ունեցած կրակոցներից հետո, քանի որ պարզվել է, որ հրաձգության համար կասկածվողը երկիր է մուտք գործել այդ ծրագրի միջոցով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։ Ռուս-ուկրաինական պատերազմում կլինեն երկու պարտվողներ՝ Ուկրաինան եւ Եվրամիությունը։ Այս կարծիքը հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը։ Ի վերջո, բոլոր պատերազմները ավարտվում են խաղաղությամբ, միակ հարցը այն է, թե ով է տուժում այս պատերազմում։ Թեև դեռևս անհնար է ասել, թե այս պատերազմը հաղթող կունենա թե ոչ, սակայն արդեն կարելի է վստահաբար ասել, որ կան առնվազն երկու պարտվողներ՝ Ուկրաինան եւ Եվրամիությունը։